Սիրելիներս ողջույն, պատրաստել եմ կաթնաշոռային բլիթներ, իմիջիայլոց ես կաթնաշոռ որպես այդպիսին չեմ սիրում և ինձ համար մի քիչ ռիսկային էր, մտածում էի պատրաստեմ թե ոչ, բայց այնպես չի, որ չեմ կերել, եղել են դեպքեր, երբ կերել եմ, հավանել եմ, քանի որ կաթնաշոռի համը չի զգացվել, եղել են դեպքեր, երբ շատ խիստ զգացվել է կաթնաշոռի համը և էլ չեմ փորձել, բայց որոշեցի ռիսկի դիմեմ, քանի որ միշտ մտածում էի, որ կարելի է փորձել։ Եվ այսպես, մեզ պետք է 350 գրամ ցանկացած կաթնաշոռ, ես վերցրել եմ հատիկավոր, 1 ձու, 100 գրամ կաթ, 100 գրամ շաքարավազ, 100 գրամ ձիթայուղ, մի փոքր էլ փխրեցուցիչ կամ սոդա, մեկ թեյի գդալ։ Բոլոր բաղադրիչները խառնում ենք, հունցում, ստանում ենք պինդ խմոր, ձեռքերին չկպչող խմոր, այնուհետև ուղարկում ենք սառնարան, մի քիչ սառելու, 30 րոպեն բավական է, հետ ենք բերում և կտրատում ենք խմորը ինչպես կցանկանանք, կրուասանի տեսքով, եռանկյունիներ, ինչպես ցանկանում եք, միջուկը նույնպես տարբերություն չկա, ինչ նախընտրություն ունեք, ինչ սիրում եք։ Ես վերցրել եմ շոկոլադնի կրեմ, վերցրել եմ մի տարբերակը կակաո շաքարավազի հետ և մյուսն էլ չիայի սերմերով եմ պատրաստել, քանի որ շատ խրխրթան է լինում, ինձ շատ դուր է գալիս այդպես։ Պատրաստեք, այն մարդիկ, ովքեր ինձ նման չեն սիրում կաթնաշոռ, այս տարբերակը ձեզ հաստատ դուր կգա։ Շատ համեղ է, շատ փխրուն, տեսեք ինչ լավ կոտրվում է, ներսից և բաց, շերտերով, շատ լավ է ստացվել։ Դուք էլ փորձեք, մեկնաբանության բաժնում գրեք, տեսնեմ հավանում եք, թե ոչ։ Բարի դիտում, լավ մնացեք, կհանդիպենք շուտով։